Երեխեք ողջույն, լավ եք, չէ՞։ Էլիզս այս տարի ավարտեց դպրոցը եւ արդեն գնալու է ավագ դպրոց։ Ծաղիկներ, նվերներ ուսուցչուհիներին, եկեք մի երկու կադրով տեսնենք, թե ինչպես է անցել միջոցառումը, դիպլոմների հանձնման արարողությունը։ Այստեղ Բելգիայում դասերը ֆրանսիական գոտում ավարտվում են մինչև հուլիսի առաջին շաբաթը եւ արդեն դասերը կվերսկսվեն օգոստոսի 24-ից 1-2 օր կարող է տեղափոխվել օրերը կախված շաբաթվա թե ինչ օր է։ Դիպլոմների հանձնման արարողությունից հետո ծնողական ժողով հրավիրեց մեր ուսուցչուհին ու մանրամասն ներկայացրեց, թե երեխեք ինչպես են հանձնել քննությունները, ինձ էլ էր շատ հետաքրքիր, միգուցե ձեզ էլ հետաքրքիր լինի։ Մի երկու կադրով ցույց տամ, թե ինչպես են անցկացվում Բելգիայում ավարտական քննությունները ավագ դպրոց տեղափոխվելուց առաջ։ Ընդամենը 10 առարկա ենք հանձնել ու յուրաքանչյուր առարկան իր հարցաշարով, ահա այսպիսի տետրերի մեջ էր, փոքրիկ գրքույկների կարելի է ասել, եւ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու, թե ինչ սխալներ ա արել իմ աղջիկը։ Օրինակ ինձ շատ հետաքրքիր էր, որովհետեւ ես էլ եմ առաջին անգամ տեսնում, Շաղլոտի ժամանակ նման հնարավորություն չունեինք։ Իմ աղջիկը ավարտեց շատ լավ գնահատականներով, վերաստացել, հələ բացի տեսնենք։ Երեխեքի համար sense բաներ էին պատրաստել բոլորի, ուսուցչուհին էլ բոլոր աշակերտների համար։ Էս ինչ է էլ ջան, հələ բաց։ Նվերներ էր պատրաստել ու տիտղոսներ էր տվել։ Իմ աղջիկը ֆրանսերենից էր ուժեղ, դրա համար է նվեր ստացել։ Սիրունա։ Գիրք ես նվեր ստացել։ Ահա, էս էլ մամայի նվերը։ Բացի իրար հետ նայենք, տեսնենք հավանում ես։ Սիրոնա։ Լավն ասիրունա մեջը։ Քեզ լավ ապագա սիրտս։ Հələ ստեղ գրպանում էլի նվեր ունես։ Շատ սիրունա։ Ժամանակ է նորը հասրել։ Ահա, դե շնորհավոր։ Համովս, քեզ բարի երթ։ Դեպի ավագ դպրոց։ Արդեն մեծ ես, մեծերի դպրոց պետքա գնաս։ Ողջույն սիրելիներս, վաղուց չենք տեսնվել։ Բելգիայում այսօր տոն է, Բելգիայի ամենաառաջին թագավորը այս օրը հուլիսի 21-ին սահմանադրական երթում ա տվել։ Ու այդ օրվանից այսօրը դարձել է տոն ու բելգիացիները ամեն տարի մեծ շուքով նշում են։ Քաղաքի տարբեր մասերում տոնակատարություններ ա լինում։ Դժակիս հետ եմ ու երեխեքի տոնակատարությունը վաղուց արդեն սկսվել է, քանի որ մենք մի փոքր ուշ ենք միանում այդ տոնակատարությանը։ Թագավորի այգին արդեն փակել էին ու չկարողացանք մտնել։ Հիմա եկել ենք Սենկոնտեղ այգին, հուսով եմ այստեղ էլ արդեն փակ չի լինի ու մենք կկարողանանք մտնել։ Երեկոյան այս այգում մեծ հրավառություն էլ ա լինելու։ Գնանք տեսնենք ինչպես են նշում բելգիացիները իրենց տոնը։ Մի մուտքը փակ էր, այնտեղից ուղարկեցին մեկ այլ մուտք։ Այստեղից էլ են ճանապարհում չեն թողում մտնենք։ Գնանք գլխավոր մուտք։ Այստեղ մենք ստուգման ենթարկվեցինք, բոլորին հաթած ստուգում են, շներով, բանով կանգնած են երեխեք ջան։ Ապահովության համար այգու երկու կողմերում, այսինքն բոլոր մուտքերի մոտ ստուգումներ են կատարում։ Քանի որ լիքը մարդ է լինելու այսօր այստեղ, շատ կարևոր է, որ սենց ապահովում են էլի ոստիկանները, մենք էլ հանդիստ կլինենք։ Երեք երեխեքի հետ թագավորի այգում էինք, պատկերացրեք, որ բոլորին այգուց հանեցին ու հատ թփերով, ծառերի տակերով, շներով ամբողջ այգին
երեկոյանից սկսել են ստուգել։ Շատ կարևոր է իմ կարծիքով։ Չնայած նրան, որ միջոցառումը երեկոյան է լինելու, այգին արդեն լիքն էր առավոտից։ Ընտանիքներով, ընկերներով ժամանակ էին անցկացնում, ուտում, խմում, խաղում եւ պարում։ Մենք էլ ճիշտն ասած մեր մանկության եսին որ թվի հին խաղերից էինք հիշել ու խաղում էինք։ Շատ հավես անցավ։ Դե ինչ միջոցառումը համարենք բացված, այստեղ հաղորդավարները ներկայացնում են, թե ինչ հայտնի երգիչներ են լինելու, իսկ ես ձեզ խորհուրդ եմ տալիս այս հատվածը դիտել առանց առաջ տալու ու մինչև վերջ, քանի որ շատ սիրուն, ահավոր սիրուն հրավառություն էին կազմակերպել։ Իսկ լուսային շոուի ժամանակ ցուցադրվեցին Բելգիայում հայտնի գրեթե ամեն ինչ, սկսած հայտնի հուշահամալիրներից վերջացրած ուտելիքներով։
Ու ամենավերջում այս գեղեցիկ միջոցառումը եզրափակվեց Բելգիայի հիմնով, որը բոլորով միասին երգում էին։ Այսօր մենյուում ձուկ ա լինելու։ Ձուկ մենք շատ ենք սիրում, այնպես որ պատրաստելու ենք ֆորել կարտոֆիլով։ Մեր գազօջախի մոտ լուսավորությունը հակառակ կողմից է ընկնում։ Դրա համար այսպիսի փոքրիկ պլիտա եմ գնել հոսանքով։ Հենց այսօր էլ կփորձարկենք, թե ինչպես է աշխատում։ Այստեղ սեղանի մոտ լույսը ավելի լավ է ընկնում ու կադրը ավելի լուսավոր է լինում։ Ուսինը սիրում է, երբ որ ձուկը տապակած է լինում։ Ես էլ սիրում եմ խաթած ու շատ համեղ բաղադրատոմս ունեմ։ Եկեք այսօր 4 հատը պատրաստենք։ Միշտ անգամ էլ իմ սիրած բաղադրատոմսով կպատրաստենք, այս երկուսը իմ սիրած ձևով կպատրաստենք, համ էլ դուք եք ունենաք բաղադրատոմսը, որտեղ շատ համով է։ Եթե ճիշտ եմ հիշում, ես իմ ալիքում էլի պատրաստել եմ այդ բաղադրատոմսը, բայց այդքան էլ վստահ չեմ, դրա համար հաջորդ անգամ կպատրաստենք այդ համեղ բաղադրատոմսով։ Իսկ հիմա տապակելու ենք։ Ձկները մաքրված, լողացած ու շատ կոկիկ վերադարձան նկարահանման տաղավար։ Մի հատ արագ համեմենք։ Կա։ Փորիկները կլցոնենք լոլիկով եւ լիմոնով։ Անցանք տապակելուն։ Հիշում եք այս ձիթայուղը ռոզմարինով, որ միասին ենք պատրաստել։ Հենց սրանով էլ կպատրաստեմ ձուկը։ Ովքեր որ չեն տեսել տեսանյութը, իմ ալիքում կա, կարող եք դիտել։ Ես չեմ սպասի, որ ձիթայուղը տաքանա, միանգամից կշարեմ, որպեսզի շատ այս կողմ են կողմ չթռնի ձեթը։ Մինչ ձուկը պատրաստ կլինի, ես կհամեմեմ նաև կարտոֆիլը եւ այդ ընթացքում կդնեմ air fryer, որպեսզի զուգահեռաբար երկուսն էլ պատրաստ լինեն։ Նույն համեմունքները կլցնեմ, կարմիր եւ սև պղպեղներ, չէ, այսինքն ես կարտոֆիլի շատ համեղ համեմունքներ ունեմ, հիմա դրանք կբերեմ։ Բոլորից էլ մի քիչ կլցնեմ, որովհետեւ բոլորն էլ շատ համեղ են։ Բոլորը նախատեսված են հենց ֆրիի համար։ ու մի լավ կխառնեմ։ Մեր համեղ ձուկը արդեն պատրաստ է, մի հատ տեսեք ինչ ախորժալի տեսք ունի ու այսպես յուրաքանչյուրին իր պորցիաներով կմատուցեմ։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում։
Հիմա եկեք միասին տեղափոխվենք իմ պատշգամբ, եթե հիշում եք, այնտեղ կիսատ գործուների թողած։ Որը ժամանակ առաջ պատշգամբս ձևափոխեցի, կանաչապատեցի սիրուն, մի հատված պակասեց այդ տերևներից։ Ճիշտ է, վաղուց եմ գնել, բայց մինչև այսօր չեմ նկարել, որովհետև փնտրում էի հարմար աթոռներ պատշգամբիս համար։ Վերջապես գտել եմ երեկո, եկեք գնանք միանգամից այսօր ավարտենք այնտեղ կիսատ թողած գործս։ Մի սիրուն հանգստի անկյուն ստեղծենք։ Սա իմ պատշգամբը, երեխեք ջան, այս էլ իմ կիսա թողած գործը։ Հիմա սա կամրացնենք այստեղ ու կբացենք այս աթոռները, որ երեք գնել եմ ակցիոնից։ 3 հատ եմ գնել ու վերջին 3-ն եմ գնել, բայց ինձ շատ էր պետք, հուսով եմ հետո էլի կբերեն կամ ուրիշ ակցիոններում մի հատ փնտրեմ։ Մյուսն էլ չեմ բերում, որովհետև այստեղ կամ մի հատ կամ 2 հատ մաքսիմում կտեղավորվի, հեսա կտեսնենք։ Ինքը քանի որ զսպանակ է ու շատ չեմ բացելու, մյուսների համատ ինքը բարձր կարող է կանգնի, բայց չէ, ներքևից կդնեմ սա, կկանգնի իրա հավասար։ Եթե սենց դնեմ, մյուսների պես բարձր է լինելու, բայց գետնից կամրացնեմ։ Ասել եմ երեխեք, այնքան հեշտ է ամրացվում։ 5 րոպեին կարող եք այս ամեն ինչը անել։ Եկեք դե սա էլ բացենք հենց։ Երեխեք ջան, այստեղ ընդամենը մի հատ կտեղավորվի, որովհետև լավ մեծ օտա։ Սա ինձ սուրճի փոքրիկ սեղան, փորձենք, տեսնենք ոնց է։ Լավն է։ Լավ ամուր է երեխեք։ Ուղղակի ափսոս պատշգամբս մի քիչ նեղ է։ Լավ կլիներ մի հատ էլ այս կողմում տեղավորվեր, երկուսով սուրճ խմեինք։ Սա էլ սրանք էլ իմ ձեռքի պատրաստած մակրամեից դեկորներն է, ծաղկամաններ, ես եմ գործել, ովքեր որ չեն տեսել, այսպիսի, հենց այստեղ էլ կօգտագործեմ, թող իմ սեղանը գեղեցկացնել, բայց այսպես չեմ թողնելու, հիմա էլի բաներ կավելացնեմ, սիրուն սենց խոտեր կդնեմ, թող սիրան ու սենց հաճելի միջավայրում, երեխեք ջան, սուրճ կխմեմ առավոտյան։ Առավոտյան այստեղ միշտ արև է անկնում։ Ես ուզում եմ միշտ պատշգամբում լինեմ, գոնե մի 15-20 րոպե արևի տակ, բայց չեմ սիրում կանգնել երկար այդպես դուրս նայել։ Ինձ համար ձանձրալի է։ Գոնե սենց այստեղ սուրճ կխմեմ, համ էլ լոգանք կրխնեմ արևային։ Որ ճիշտ ասեմ, հենց հիմա իսկը սուրճ խմելու ժամանակն է, բայց ցավոք սրտի ժամանակ չունեմ, լիքը գործել ունեմ, գնացի։ Եկեք մյուս երկուսն էլ բացենք, այս մյուս պատշգամբում դնենք, չնայած համատած սրանց նրանք մի փոքր լայն են, բայց հեսա կփորձենք, այս աթոռներս էլ բավականին ամուր էին ու երկար տարիներ օգտագործում եմ, բայց արդեն անձրևների տակ շատ է մնում այդպես որ դրած է լինում անձրևի ժամանակ, արդեն սկսել են վնասվել ու արդեն շարքից դուրս են գալիս։ Դրա համար նորերը գնեցի։ Անյուտ այս աչիկները հələ տեսեք ոնց են չորացել, այս վերջին ժամանակները շատ արև էր, իրանք էլ արև ուժեղ արև չեն սիրում, բայց արդեն նորերն են դուրս գալիս, տեսեք, սերմերը ինքնըստինքյան թափվել են քամիների ժամանակ ու նորերը արդեն դուրս են գալիս են այնտեղ էլ ունեմ, դեռևս սպասում եմ կակաչներս որ ծաղկեն, են էլ ուշանում են, չգիտես ինչու։ Լավ, եկեք բացենք աթոռները, սա հավաքենք, սրանք էլ են ծալովի։ Շատ հարմար է որ ծալովի է։ Ու սրանք երեխեք կեմպինգի համար է նաև, այսինքն նախատեսված է կեմպինգի համար, ոչ թե նաև։ Տեսեք, այստեղ ուսը գցելու հարմարանք էլ ունի ու շատ հարմար բաներ են։ Ճամփորդությունների ժամանակ էլ կարող ենք օգտագործել, հետները ստանել, բացել, դնել, որովհետև ես գիտեք, սիրում եմ շալեներ վարձել, իսկ այդ շալեներում չնայած իրանք էլ են ունենում, բայց մենք էլ կարող ենք մերը տանել ու հարմար օգտագործել։ Բավականին մեծ տեղագրավում։ Այն մյուս աթոռներս 4 հատ տեղավորվում էր, բայց չեմ կարծում, որ սրանից 4 հատ տեղավորվի։ Սիրուն եղավ երեխեք, բայց հազիվ 2 հատ տեղավորվեց։
Ափսոս, ես պատշգամբում շատ բաներ ունեմ, օրինակ ես խորվածանոցը չլիներ, աղբամանը չլիներ, 4 հատ կտեղավորվեր, բայց հազիվը 2 հատը տեղավորվեց, այնպես որ էլ կարիք չկա նորը գնելու երևի։ Արդեն երեկոյան էլ այս կողմա շրջվում արևը, այս կողմա հաճելի նստելը, բայց արդեն այն այրող արևը չի էլի, տենց հովոտ ա մի քիչ ու շատ հաճելի է այստեղ նստել։ Սուրճ խմել, աշխատել, մի խոսքով ես սիրում եմ պատշգամբ, մանավանդ որ մի քիչ մեծ պատշգամբ ա լինում ու հարմարություն ա լինում։ Դե դուք գրեք ինչպես ստացվեց պատշգամբս, իսկ ես շարունակեմ տեսանյութը։ Քանի որ ձուկ պատրաստեցի, տան տհաճ հոտերից ազատվել ա պետք, դրա համար հենց հիմա կայրենք այս անուշաբույր հոտերից որևիցե մեկը, վերջերս մեր թաղամասում մեծ շուկա էին բերել, տարին մեկ անգամ լինում է այդ շուկան, ու այնտեղից այսպես անուշաբույր հոտեր եմ գնել։ Ես շատ եմ սիրում այս հոտերը ու հաճախակի այրում եմ տանը։ Ճիշտ է, իմ տնեցիները այնքան էլ չեն սիրում, բայց ես շատ եմ սիրում, այսինքն երևի նայած էլի հոտ։ Էսա բանան եմ, բացեմ միասին տեսնենք, որովհետև մի թուփի մեջ տարբեր հոտեր են ներառված, իսկ ես գնել եմ 3 տարբեր տուփեր, այսինքն այստեղ լիքը տեսականի կա։ Վրան գրված է 3 հոտերներ, նրանցից 2-ը չկարողացա թարգմանել, 3-րդը սանդալովայ ձերևա, այդպես է կոչվում։ Ամեն մեկի հետ իր այրելու այդ փայտիկը կա։ Ես ունեի ճիշտ ասած, բայց լավ է, սա էլ է սիրում։ Տեսեք, 3 տարբեր հոտեր կա ամեն տուփի մեջ։ Հիմա տեսնենք որն է լավը, որից սկսենք։ Այս կանաչը շատ լավն է։ Սա էլ վատը չի։ Այս էլ է։ Այս շատ լավն է, ինձ թվում է չեմ կարողանալու ընտրեմ։ Բայց եկեք մյուսներն էլի բացենք։ Այս մեկը թարգմանեցի լադան, միրա, շալֆեյ ի ցիտրուսովի։ Հայերեն ոնց էր եղեսպակ։ Շալֆեյը եղեսպակ է թարգմանել, չգիտեմ ճիշտ է թարգմանել թե չէ։ Էլի իր փայտիկը։ Այս էլ է, այս էլ վատը չի։ Սրանց հոտերն էլ է լավ, բայց առաջինի հոտերը ավելի իմ համար նախընտրելի է եւ վերջինը լավանդայա, սպիտակ ծաղիկ եւ մուկ յանտար։ Դրանք էլ պետքա որ իմ նախընտրելի հոտերից լինեն։ Նայեք իր փայտիկը։ Տանը էլի ունեմ, ուրիշ հոտեր էլ ունեմ։ Օճառային հոտ է, ես ավելի շատ փայտի հոտն եմ սիրում։ Դենց էլ է գալիս հոտը, բայց ինձ ավելի ուժեղ։ Սա էլ հետաքրքիր հոտ ունի։ Պետքա որ այս մանշակագույնը լավանդան լիներ, բայց լավանդայի հոտ չի գալիս։ Ոչ մեկը լավանդայի հոտ չուներ։ Բոլորն էլ լավ հոտեր են գրելներս, բայց ես այն ամենաառաջինին կանաչը ես կփորձեմ։ Սիրնաց է։ Այսը շատ հավանեցի։